Ողջույն, ձեր փաստաբանանի Թորոսյանը վերադարձել է, որպեսզի պատասխանի ձեր շատ հետաքրքիր հարցերին։ Իսկ հարցը հետևյալն է. սեփականատերը իր բնակարանը կտակել է իր 3 զավակներից մեկին, դստերը։ Կտակը կազմելուց մի քանի ամիս անց մահացել է, եւ մահից հետո 6-ամսյա ժամկետում նոտարական գրասենյակում դիմումներ են ներկայացրել ինչպես 3 զավակները, այնպես էլ ժառանգատուի հայրը, ով 70 տարեկանն անց է։ Հիմա հարցը հետևյալն է, թե արդյոք մյուս զավակները կարող են հավակնել ժառանգությանը եւ արդյոք հայրը կարող է հավակնել ժառանգությանը։ Հարցին պատասխանելու համար նշեմ, որ մենք այս դեպքում գործ ենք ունենալու Քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածով նախատեսված ժառանգության պարտադիր բաժնի իրավունքի հետ։ Իսկ ինչ է այդ պարտադիր բաժինը։ Դա այն իրավունքն է, որ անձին տրվում է ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգության դեպքում։ Որպեսզի ավելի պարզ բացատրեմ, օրինակ, տվյալ դեպքում ժառանգատուն ուներ 4 ժառանգ, այսինքն 3 զավակները եւ հայրը, քանի որ կինը ավելի վաղ էր մահացել։ Հիմա եթե չլիներ կտակ, ապա ժառանգատուի ժառանգները հավասար չափով, այսինքն 1/4 բաժիններով պետք է ընդունեին այդ ժառանգությունը։ Բայց քանի որ կտակել է մեկին, զավակներից մեկին, ապա այս դեպքում ժառանգությունը ընդունվելու է ըստ կտակի այդ դստեր անվամբ դստերը պետք է փոխանցվի եւ պարտադիր բաժնի իրավունքով հորը։ Իսկ բաժինները կլինեն հետեւյալը, քանի որ ըստ օրենքի ժառանգելու դեպքում կհասներ հորը 1/4, ապա որպես պարտադիր բաժնի իրավունք հայրը կստանա այդ 1/4-ի կեսը, այսինքն 1/8 բաժինը։ Բնականաբար դստեր բաժինը կպակասի, այսինքն այն անձին, ում որ կտակվել էր, եւ դստեր բաժինը կկազմի 7/8, իսկ հոր բաժինը 1/8։ Ստացվում է, որ մյուս զավակները կզրկվեն, քանի որ ժառանգության իրավունքով, ըստ օրենքի ժառանգության իրավունքով չունեն բաժիններ, եւ կստանա միայն հայրը, ով ունի պարտադիր բաժնի իրավունք։ Նշեմ նաեւ, որ Քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի համաձայն պարտադիր բաժնի իրավունքից օգտվում են ժառանգատուի ծնողները, երեխաները եւ ամուսինը, եթե ժառանգության բացման ժամանակ նրանք ունեն հաշմանդամություն, 60-ն անց են կամ անչափահաս են, կամ անգործունակ։ Եղեք տեղեկացված եւ իմացեք ձեր իրավունքները։